Հայաստանի աշխատանքային օրենսգրքի գործադուլին վերաբերող կետը եկեք ընդունենք, որ նենց է ձևակերպված, որ փաստացի հնարավոր չի օրինական գործադուլ անել։ Այսինքն ինքը այն աստիճանի ծանրաբեռնված բյուրոկրատիայով կետ է, որ ես դեռ չգիտեմ մի դեպք կոնա, երբ որ հնարավոր է դա գործնականում կազմակերպել։ Եթե նայում ենք այս տարածության աշխատանքային օրենսգիրքը, մարդ եթե չի ներկայանում աշխատանքի, պետք է կոնկրետ նախորդ տեղեկացնի իր գործատուին, բանավոր կամ գրավոր, եւ եթե չեմ շփոթվում երկու ամբողջ աշխատանքային օր գործ չներկայանալու բառը, գործատուն իհավասար լուծարել աշխատանքային պայմանագրություն։ Հիմա մեր տղաները այս ամեն ինչ արել են, բայց այլ են բանավոր։ Հիմա դեռ այս պահին 3 ստացել են մարդիկ նամակներ, որտեղ ծանոթությունները ոչ թե աշխատանքից ազատելու վերաբերյալ, այլ գործատուն պահանջում էր բացատրել, գրավոր բացատրություններ պահանջում հունվարի 16-ին, 17-ին, 18-ին ինչ պատճառով գործի չեն ներկայացել։ Իսկ ծանոթման աշխատանքից ազատման հետ կապված դեռ խնդիր չկար։ Խնդիրը բացատրություններ գործի չներկայանալու վերաբերյալ։ Հետագա քայլերը չեմ կարող ասել, ինձ թվում է նաև գործատուն իր շահերը պահպանելու համար կանցնի իրավաբանական գործընթացների աշխատողները չեմ կարող ասել, էլի աշխատողները պիտի իրանք որևէ կառույցից պաշտպանություն զգան։ Ինչն է պահանջել, ինչու հիմա հասունացավ այս պահանջը։ Նոր չի հասունացել, դա քիչ-քիչ կաթիլի նմանավարկվելով պետք է հասունացել այս պահը։ Ու մենք շատ խնդիրներ ունենք էլի։ Մենակ ֆինանսականի պահը չի, գործի հետ կապված է, որ ասենք մեր աշխատանքը շատ է։ Մեր արած գործը նեցա, որ ինչ որ մեր պայմանագրում գրած է, մենակ այդ չենք անում։ Ուրիշ այլ աշխատանքներ ենք անում, այս արդեն 10 տարի է։ Ու մենք ոչ մի ձևի դրա համար չենք էլ վարձատրվում, չեն էլ ուզում վերանայել։ Հիմա մենք ընդհանրապես այն ենք ուզում, որ պղինձը հանգացել է 100%-ով, սա դի ժամանակա։ 4 տարի է անընդհատ ինքը թանկանում է։ 4 տարի առաջ եղել է 6700, հիմա 12700, դե ինչ ոչ համարյա 10-ը։ Մենք ուզում ենք ընդհանրապես մեր աշխատավարձը վերանայեն 20% բարձրացում ենք ուզում։ Այսինքն 1700 է հիմա կուբը, մենք ուզում ենք 2200։ Այդ է մեր խնդիրը ու մեկ էլ այդ այլ աշխատանքները, որը որ կան մեր վրա, որը մենք կան աշխատանքներ, որ դաժե իրավունք չունենք անելու։ Մեզանից շատ է։ Պայթեցման աշխատանք եք աշխատում, դուք օրինակ օրական քանի ժամ եք աշխատում։ Մերը ժամով չի, մերը գործարքային է, այսինքն որս այդ օրը ինչ գործ որ ունենք, ինչը որ ունենք, այդ ենք անում, մտնում ենք, այդ ենք անում։ Իսկ այնտեղ կա որ գնաց գործի ու դու կարող ես մաքուր չեղնի, ես իմ այնտեղ խնդիրներ առաջացած եղնեմ ու դու պրաստո ես տալիս, այսինքն այդ օրը դու մարդ չես աշխատում։ Ակլա չէ՞ որ ամսվա վերջին մենք ինչ-որ ֆիքսված թիվ ստանանք։ Ընդհանրապես ֆիքսված թիվեր չունենք, որ իմ կարծիքով էդ էլ է սխալ, որ թեկուզ եթե պատճառներով մենք չենք աշխատում, մենք մեր ֆիքսված թիվը ստանանք, բայց էդ էլ չի։ Այսինքն չաշխատեցիր, օրը 3000 դրամ փող են տալիս։ Այս դու պետք է եղնես հիմնարկում։ Ինչքան պիտի ավելանա, որ դուք այսպես մի քիչ բան։ Մենք կոնկրետ թվեր ենք իրանց ներկայացրել։ Իրանց կողմից ոչ մի պատասխան չի եկել, որ այսքան չենք կարող, այսքան կարանք։ Իրանք մի դրամ անգամ պատրաստ չեն բարձրացնելու։ Տենց է իրանց պատասխանը։ 1700 դրամ կուբն է, ասել են 2200։ Այսինքն դա ինչքան է։ Մետրը եղել է 18000 եւ 19000, նո այնտեղ Սեչենիայի մոմենտ է։ Դա 21, 22, 21000, 22000։ Դա տոկոսը դուք ինքներդ հաշվեք։ Բանակցությունները այսինքն եղել է։ Եղել է։ Ոչ մի ձևի կոմպրոմիսի չեն եկել, որ փողը այսքան ֆիչացնենք այնքան։ Նո ասել են, որ այս հարցերը կլուծվի բան ընթացքում։ Դա էլ անորոշ ժամանակ հետո։ Որ անորոշ ժամանակ հետո փողը կբարձրացնենք։ Չեն ասում 5 ամիս, մի տարի։ Նո եթե իրանք շեշտեն 5 ամիս հետո կոնկրետ ստորագրենք, որ պետք է բարձրացնեն, մենք էլի պատրաստ ենք աշխատել։ Մոտավորապես ինչքան է գալիս էլի ամսական այդ աշխատել, չաշխատելով, չգիտեմ ինչ։ Դե իրանք հաշվել են, ասում են միջինը գալիս է 500 հիմնարկին։ Մեր աշխատանքների միջինը կտրվածքում հաշվել են։ Իսկ ասում էին մինչև միլիոն է հասնում։ Միլիոն
կարող է ստացողներ եղել են, ասենք այդ տարվա մեջ։ Ես օրինակ մի ամիս ստացել եմ մի 800 մի քանի տարի առաջ ստացել եմ եղել։ Դա եզակի դեպքեր է։ Եզակի դեպքեր է, հա դա գործի հետ է կապված։ Բայց դա շան տանջանք է, էլի, ասենց ասեմ, որ այդ որ ստանում է, դա կողքից ասեն կարող է թիվը կարող է, չէ, ինքը մեծ թիվ է։ Կողքից որ մարդիկ լսում են, ասում են, վայ, ոնց 600-700 հազար փող է ստանում ու մի բան է բողոքում ես։ Բայց դա տենց բան չկա, էլի, այդ ցանկացած մարդով որ տենց բան կասի, թող մի հատ գա մեր հետ, մտնի, գնանք, տենանք, ինքը կարա ընդհանրապես գա հասնի դաժե այդ տեղը, այդ 2 կիլոմետր ու կեսա, թե 3 կիլոմետրը, որ մենք մտնում ենք այդ կերնի տակը, ինքը նույնիսկ չի կարա գա։ Ուրեմն այսօր հանդիպել ենք Ախտալայելյան ասացման կոմբինատի տնօրեն պարոն Հակոբյանի հետ։ Ցավոք սրտի դեռ կոմպրոմիսային տարբերակ չի ընտրվել։ Տնօրենությունը ունի իր պահանջները, մեր աշխատողներն ունեն իրենց պահանջները։ Այս պահին որևէ բան չեմ կարող ասել։ Կոմպրոմիսային տարբերակ չկա, չկարողացա։ Այսինքն կոնկրետ ասում են, որ չենք կարող, ի վիճակի չենք, ինչու պղնձի միջազգային գների բարձրացումը որևէ կերպ չի ազդում դրա վրա ու իրենք դա հնարավորություն չեն համարում։ Պարոն Հակոբյանը ունի իր փաստարկները, որ իհարկե պղնձի շուկայում գները բարձրացում են, սակայն հիմնարկությունը ունի բավականին մեծ պարտավորություններ, չգիտեմ, նմանատիպ այլ հարցեր, այլ ծախսեր։ Իսկ որ ձեր գործատուն հիմա հայտարարություններ տարածել, որ նոր աշխատողներ են փնտրում, ինչի է դա այդ կապված։ Ձեր փոխարեն են փնտրում, թե այլ աշխատանքների համար են փնտրում։ Ես դա արդեն իրանց ներքին կողքնյան է, չեմ կարող ասել։ Ինձ թվում է մեր բանով պատճառը մենք։ Որտեղ հորատանցող հենց Հատակում կարող ասկի ես։ հայտարարության մեջ այդպես էր գրած։ Հա, դե որովհետև մենակ հորատանցողներն են այսօր դուրս եկել։ Ու հիմնականում ասել, որ այս հանքերի գլխավոր զարկերակը մենք ենք։ Այդ քայը մենք ենք ծագում, որ աղում են կամ եսին, բոլորը ինչքան մարդ կա, որ ստեղ աշխատում է, սա դա մեր աշխատանքն է։ Դուք նաև ծանոթություններ եք ստացել։ Անձամբ ես չեմ ստացել, բայց հեսա կստանամ էլի, հիմա կարող է ուրիշ ձևի գա, հիմա մի այդից արդեն որոշված կա այդ ծանոթությունը, բայց 45 հոգի ոնց որ ստացել են արդեն կանցկացած։ Անհարգելի բացակա որպես Բայց դե ճիշտ ասած մենք շատ էլ չենք օրենքից այդքան տեղյակ, փորձում ենք ինչքան հնարավորինս այս օրենքի հետ կապված մարդկանց հետ խորհրդակցենք մի հատ ավելի կոնկրետ բան իմանանք, սա գործադուլ է, սա անհարգելի չի, ինձ թվում է, էլի թե որպես մարդ ստացել եք, որ կարող եք ազատվել աշխատանքից, այսինքն Դե դա ինձ թվում է բացահայտ է սպառնալիք որն է, դա ընդհանրապես չեք գալի աշխատանքի անհարգելի բացակայան հիմնական է անում ամես 2019 թվականին Ախտալա քաղաքի, կոնկրետ Ախտալա քաղաքի բնակչությունը, փաստացի բնակչությունն եղել է 2300։ Հիմա այդ թիվը հասել է 1800-ի։ Այսինքն 500 մարդով փաստացի բնակիչների թիվը պակասել է։ Եվ դա հետևանք է հենց նմանատիպ խնդիրների, որովհետև չի կարող լինել այնպես, որ տեղում լինի հանքարդյունաբերական խոշոր կենտրոն ու մարդը իր ծննդավայրից թողի գնա 500 կամ 600 կիլոմետր հեռու նույն աշխատանքը կատարի։ Մենք ոնց կարող ամեն մարդ կարա դերի։ Ես չեմ ասում դա հնարավոր մեզ չեն կարա փոխարինել։ Հաստատ կարան փոխարինել, բայց այս ձևի չէ էլի։